Դեռ չեն հասել տղաները, ճանապարհին են, հիմա որ այա արդեն կհասնեն։ Բայց ներողություն մի ճշգրտող հարց, դուք այս ընթացքում այսինքն քանի որ նաև երեք խոսեցիք տղաների հոգեբանական վիճակի մասին, չէր փորձել շատ հարցեր տալ միջադեպի վերաբերյալ, բայց այդուհանդերձ ուզում եմ հասկանալ, տղաները միջադեպը ի սկզբանե սկիզբ ինչպես այսինքն կանգնած էր Դավիթը իր տեղում, իրեն հրել են, ինքը այնտեղ լսվում է, որ ասում է տենց չնայես ինձ վրա, ինչպես է եղել իր այդ միջադեպը, որ նաև մեր հետևողների համար, հարության համար, որովհետև տարբեր Բոլորիս համար է դա ակնհայտ, որ երեխեք աղոթագրքերը, տղաները աղոթագրքերը ձեռքները մասնակցում են պատարագին։ Հրելով, հրմշտելով ներս են մտնում, տեղ են ազատում, որպեսզի տանեն ամենասկիզբը մարդը կանգնացնի։ Եթե կտեսնեք, մինչև տղաներին հասնելը եկեղեցու սկզբնամասում արդեն իսկ այնտեղ սկսվում է այդ աղմուկը, աղաղակը, որ մարդիկ ասում են մեզ մի հրեք, մի թողեք, մի մտեք այստեղ եւ այլն, տարբեր տիպի խոսակցություններ։ Հերթական անգամ երեխեքին նույնպես հրել են, Դավիթը ինչ է ասում, ես ուզում եմ իմ տեղը կանգնեմ, այսինքն մարդը կանգնած աղոթում է, իր աղոթքն էր անում, իրան հրում են, խցում են, ասում են, չէ դու ստեղ աղոթք մի արա, որտեղ ստեղով պետքա չգիտեմ։ Մարդիկ Մենք այդտեղ եմ ասում ավելի մանրամասն դրան կանգնած պատահական չունենք այդ ասում, որովհետև Միքայելը եւ Դավիթը միշտ իրար են դիմում, դա շակերտը պայմանավորված է նաև Դավիթ առողջական պահպանվայրի միացնել թառում։ Չէ, իհարկե։ Իսկ դուք ՆԿՄ-ից կամ ոստիկանությունից կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այցելել էին ներկայացրել կամ իրենք պահանջեն պատասխան, թե ինչու ներքնորդ նախագծի ոստիկանությունը նման կերպ տղաներին բերման կարգել։ Իսկ նրանց չէին եկել ասել ներկայացել ոստիկանություն, որ հրաժարվել էին։ Իրանց միանգամից բերման ինչու նման կերպ, Ուրեմն երբ որ ես ինքս տեսան այդ Արախանում եմ, որ ոնց են երեխաներին մտցնում կենտրոնի բաժնում, քանի որ բարվաճ են օրվա մեջ քանի անգամ են տեսնում այդ կադրերը, հա, ոստիկանները ասել լավ պատասխան տվեք։ Մենք ենք նկարում։ Իսկ նկարում են, թե արդեն այդ ում համար են նկարում եւ ինչի համար է, կարծում եմ էս էլ է բարձ, սա ինչ որ անձի համար է։ Սա ուղղակի մեր պետությունը լծված է ինչ որ անձի, այն որ ասում է բավարարելու համար, փոխվել է երևի, եկեղեցուց։ Երևի։ Բայց պետք չի այդ ամեն ինչը անել եւ կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ։ Լավ, քանի անգամ կամ քանի դեպք գիտեք, մեկ օրում մենք ունենք 18 տարեկան 3 երեխայի նկատմամբ նույն գործելավոճը։ 18 տարեկան 3 երեխա հայտնվել են ԶՊՎ-ում, որովհետև ուղղակի հայտնվել են մի վայրում, որտեղ հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Ինչ-որ sense այս ամեն ինչը, հա, ինքը շատ վտանգավոր, ինչ-որ նախադեպ է, վտանգավոր բան է սերմանվում հիմա։ Ուղղված երեխաների դեմ։ Պետք չի այդ երեխաներին խառնել, ես չգիտեմ, դա քաղաքական է, քարոզչություն է, ինչ քարոզչություն չեմ հասկանում, ծաղկազարդը, ինչ քարոզչություն, ինչ քաղաքականություն, ժողովուրդ, ծաղկազարդը, ինչ գործունեություն, ծաղկազարդը դա քաղաքական, ասենք, կարա քաղաքական թեզի մեջ տեղավորվի, ոչ պետական, ոչ պաշտոնական կիրակի օրով եկեղեցում ծաղկազարդի արողակարգ։ Սա շատ իրականում շատ վտանգավոր նախադեպ է սրա ներկայացնում իմ հաստատողների այդ հաստատողների